Սայդա, տեղեկացրիք, որ արդեն ներսում են, ովքեր են ներսում և պայմանավորվածություն ինչպես է ձեռք բերվել հանդիպել փոխվարչապետի հետ։ Բարև, շնորհակալ եմ, որ այստեղ եք բոլորով։ Ներսում են Նժդեհ Իսկանդարյան, Արփրեսը Մարգարյան և Մարիամը Աբրահամյան, ովքեր խորհրդի անդամ են նույնպես, վարչապետի աշխատակազմից կապ են հաստատել և հրավիրել են հանդիպման։ Դա պահանջագրի պատասխանն է, թե դա ուրիշ առաջարկ և պատասխան է։ Չեմ կարող ասել, մինչև ներսում գտնվողները դուրս չգան և հասկանանք մեր առաջարկված կետերի շուրջ են բանակցել, թե այլ տարբերակ են առաջարկել։ Իհարկե ինչ էլ առաջարկեն, դուք գիտեք, որ մենք ասել ենք 4 պահանջ ենք առաջ քաշել, շատ հետևողական ենք լինելու և որևիցե մի կետի չբավարարելը դա մեզ չի գոհացնելու։ Տեսեք, այնուամենայնիվ որոշակի հասարակական գործիչների ընտանիքներ բավականին ատելությամբ են լծված արցախցիների նկատմամբ, նախ ինչով եք սա պայմանավորում, հատուկ այդ թիրախավորումը վերջերս օրինակ հանրային ռադիոյի տնօրենի կինն էր Facebook-ում գրառում արել, մեկնաբանություն, ինչով եք այս ամեն ինչը պայմանավորում։ Նայեք, պարոն էլ չեմ ուզում ասել, ինչ որ մեկը տարիներ շարունակ, 7 տարի շարունակ ինքը կարողացել է այնքան ատելությունը սերմանել և խորացնել, որ մենք այսօր հասել ենք սրան։ Նախ պետք է մենք մի կարևոր, մի ոսկի կանոն պետք է իմանանք, որ Արցախը Հայաստանի համար բեռ չէր։ Արցախը վահան էր, որ տարիներ շարունակ պաշտպանել է մեզ։ Երկրորդը, մենք Արցախից հսկայական ներուժ ենք ունեցել այստեղ և այսօր ներկայացնել, որ արցախցին բեռ է Հայաստանի Հանրապետության ուսերին, դա անընդունել է։ Եվ այս քարոզի դեմ պետք է բոլորս պայքարենք և ես, քանի որ հիմա ուղի եթերել եք, պետք է խնդրեմ բոլոր այն մարդկանց, ովքեր այդ քարոզին, չգիտեմ, փորձում են աջակցել կամ ջուր լցնել իրենց ջրաղացին, մի պահ կանգ առեք և հասկացեք, Արցախցին նույն Հայաստանի քաղաքացին է, ուղղակի այս տարանջատումները դնելուց հետո մենք հասել ենք այս իրավիճակին։ Ես դատապարտում եմ և Տիկին Շուշանիկը և մյուսները, ովքեր որ այդպիսի քարոզ են տարածում, պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն օրենքի սահմաններում։ Դուք ասեցիք 4 պահանջ է ներկայացվել, որոնց շուրջ հետ քայլ չի արվի և պետք է ըստ էության կառավարությունը դրանք ընդունի, իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը միացած է, հայ ինքը կիսում է ամբողջությամբ այն կարծիքը, այն տեսակետը, որը ներկայացվում է եւ Ազատության հրապարակում եւ այստեղ։ Շատ բաց հարց եք տալիս, նայեք, դա ճիշտ կլինի պարոն Շահրամանյանն ուղղել, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց այստեղ իր ժողովուրդն է, իրեն հավատացող մարդիկ են։ Եվ կարծում եմ, այն ինչը որ արվում է, միանշանակ բխում է եւ Արցախի շահերից եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին, որովհետեւ այսօր մենք պայքարում ենք նաեւ անարդարության դեմ, որը նաեւ որպես շարքային քաղաքացի, քաղաքացի, այդ անարդարությունը նաեւ ինձ է բախվում։ Այնպես որ մենակ Արցախցու կռիվը չէ, 50,000-ի կռիվը չէ, սա ապրելու իրավունքն է։ Պարոն Իսրայելյան, այսօր այս պահանջագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում են այս խմբի անդամները ներսում, ինչ պիտի քննարկվի, տեղյակ եք, կբացեք փակագծերը։ Այո, օրակարգը ոնց որ եղել է, պահանջը ոնց որ ներկայացված է եղել առաջի օրվանից, ուրեմն այդ օրակարգի համապատասխան, այդ կետերի համապատասխան լինելու է քննարկում, բայց քննարկման հրավերի հալա իմաստը չենք հասկանում, որովհետև դրանից հանդիպումից հետո արդեն կհասկանանք ինչ ձևաչափով իշխանության կողմից կամ ինչ ձևի են մոտիկանում այդ հարցերին, դրանից հետո արդեն ժողովրդին է ներկայացնվելու հանդիպման պատասխանները, դրանից հետո խորհրդի մեջ որոշում կայացնելու հետագա քայլերի, հետագա գործողությունների, process-ների հետ կախված։ Սպասելիքները ինչպիսին են մի կառավարությունից, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմի եւ հիմա էլ ասում է, որ ըստ էության պետք է համակերպվեք եւ ընդորում նաեւ ընդունել Հայաստանի քաղաքացիությունը, ինչը կարեւոր է պայմաններից է, այդ թվում եւ աշխատանքի տեղավորման, այսինքն գոնե սոցիալական առումով, նաեւ ինչպես գիտենք Ադրբեջանը շարունակում է նախապայմաններով խոսել, օրինակ երբ որ դուք ասում եք Յակոմինսկի խմբի լուծարումը չպետք է տեղ ունենա, դա ձեր 4 կետերի մեջ է մտնում, 3 այլևս նորից ասում են, որ դա պետք է տեղի ունենա, հակառակ դեպքում իշխան Հայաստանի խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։
Նայեք, դուք արդեն ընդհանրապես բոլոր են կետերը, որ պահանջ եք ներկայացրել իշխանության, այդ կետերի կարևոր բաներն եք ներկայացրել, անդրադառնալով, որ ներկայ իշխանությունը խոսքի, ներկայ իշխանության մեղքով մենք հայտնվել ենք այս իրավիճակում, հասկանալի է, որ ներկայ իշխանության կողմից կամ ներկայիշխանության ներկայացուցիչների կողմից ոչ տենց բավարարակ պատասխաններ կարող ենք մենք, որ ասում եմ, ցավոք սրտի ստանանք, բայց դա մեզ տալու է այս շարժման այն ուժը, այն հիմքը, որ հիմնավորված հետագա, նորից եմ ասում, գործողության պրոցեսների հանրության հետ միասին որոշումներ կայացնելու առաջ գնալու առաջընթացը ու կարևորացնեմ ստեղ հաշվի առնելով նորից իշխանության այսքան ժամանակ մեզ մոլորացնելու, սուտ ասելու կամ իրանց ցտերի մենք զոհ դառնալու այսօրվա իրավիճակում հայտնվելու պատճառով հաջորդ գործողությունները կամ հաջորդ քայլերը մենք ոչ թե ինչ որ դուրս են գալու մի քանի բառ ասեմ մենք դրանից ոգևորվելու ենք կամ էլ ինչ որ ձևաչափով բան ենք անելու գնանք մեր տները ոչ այս իրավիճակում մենք ստիպված ենք եղել գնանք այս քայլերին որովհետև պահանջատերը մենք ենք, մենք պիտի տեր կաղնենք բոլոր այդ իրավունքներից սկսած, սոցիալական հարցերից, Արցախի հիմնախնդրի հետ կախված բոլոր այդ մեջբերումները դուք ինչ ասում եք, մենք պիտի տեր կաղնենք ու մենք պիտի գնանք մինչև վերջը։ Պատասխանը ընդհանրապես ես նորից եմ ասելու, դա լինելու է իրաց կողմից այդ մի շաբաթվա ընթացքում տված ժամանակի արձագանքը։ Սպասեք այդ արձագանքին, դրանից հետո արդեն կձևավորվի մեր կողմից հանրահավաքը, հա, Ազատության հրապարակում բազմամարդ իշխանական քարոզչամեքենան շահարկեց, ասեց, որ ըստ էության քաղաքական ուժեր կան կանգնած այդ ամենի հետևում եւ իրենց ձևակերպամբ, իրենց խոսքերով ձեր խնդիրները բնավ սոցիալական չեն, այլ քաղաքական են։ Ուրեմն իշխանության կողմից բոլոր այդ ձեռնարկումները ձախողվել է, որովհետեւ եթե եկել են այսօր այդ արդեն գործողության խոսքի հանդիպման կամ հրավիրելու, դա արդեն ցույց է տալիս, որ ժողովուրդը իր ուժով, իր ճնշումով եկել հասել է այդ բաների, որ պիտի պատասխան տան իրենք։ Ստեղ ոչ մի քաղաքական հասկացողություն չկա, սա հանրային շարժում է ժողովրդի կողմից բարձրաձայնող այն հարցերի շուրջ, որ կախված է, նորից եմ ասում, սկսած իրանց իրավունքների, սկսած իրանց սոցիալական հարցերից, սա տարանջատել պետք չի։ Ասում եմ քաղաքական ենթատեքստ չունի, բայց արդյոք Արցախի Հանրապետության իշխանությունները աջակցում են այս օրակարգին, թեկուզ հանրային օրակարգին։ Ես գիտեմ, թե բոլորը պիտի աջակցեն, եթե բաց տեքստով աջակցություն չկա, եկել բոլորը մասնակցել են հանրահավաքին։ Ստեղ այդ օրակարգի այդ խորհրդի ձևավորման շրջանակում եղել է մի հատ խոսքիս էս կարևոր հիմք, որ բոլորը կարող են գան որպես մասնակից, ոչ թե դերակատար։ Դերակատարը ստեղ պիտի լինի հանրությունը, դերակատարը պիտի լինի այդ իրավիճակում գտնվող ժողովուրդը։ Այստեղ այդ կարևորությունը մենք պահպանում ենք մինչև օրս։ Ով ինչ կողմից ինչ բաներ է ներկայացնում, բայց պարտադիր են իրանք էլ բոլոր նախնիների հետ կախված կամ նախնի ղեկավար պաշտոնյաները գան ժողովրդի կողքին կանգնեն, որ հետագա բոլոր պրոցեսների գործողությունների մեջ կարևոր դերակատարություն ոչ թե բառերով լինի, այլ կոնկրետ գործողությունների ներկա ամեն մեկի մասնակցությունը պարտադիր լինի։